Բաքվում ջերմ են ընդունել Մասուդ Փեզեշքյանին և նրա 120 հոգանոց պատվիրակությանը։ Իրանի նախագահը տարածաշրջանային առաջին այցով էր Ադրբեջանում, բայց մնաց նախատեսվածից էլ քիչ։ Իրանի ամենամեծ նավահանգիստ Բանդար Աբբասում հզոր պայթյունը Փեզեշքյանի ադրբեջանական այցն ընդհատեց անսպասելի։ Փորձագետները թեև Իրանի նախագահի ընդունելությունը ջերմ են որակում, բայց նշում են քաղաքական առումով հարաբերությունները շարունակում են սառը մնալ։ Հաշվի առնելով երկու պետությունների կառուցվածքը եւ քաղաքականությունը, որոնք վարել են միմյանց հանդեպ եւ Իրանի դիրքորոշումը տարածաշրջանում, որը կտրականապես ակասում է Ադրբեջանի դիրքորոշմանը, ապա խոսել չափից շատ մերձեցման մասին այս պետությունների բավականին դժվար է։ Իրան-Ադրբեջան լարվածությունը հատկապես սրվեց 2 տարի առաջ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից հետո, ինչի հետևանքով դեսպանատան աշխատակից էր սպանվել։ Բաքուն հարձակումը ահաբեկչություն որակեց ու փակեց դեսպանատունը Թեհրանում։ Երկու երկրները ետ կանչեցին դիվանագետներին։ Ադրբեջանն իր դեսպանատունը վերաբացեց միայն անցած տարվա կեսերին, երբ Իրանի դատարանը մահապատժի դատապարտեց մեղավորին։ Եթե խոսենք քաղաքական հարաբերությունների մասին, նախ բավական մեծ խնդիրներ կան, որոնք թույլ չեն տալիս այս երկու պետությունների հարաբերությունները վերջնականապես կարգավորվեն կամ կոնե այդ լարվածության փուլը հաղթահարեն, դա նախ եւ առաջ Իսրայելի կողմն է, հետո Զանգեզուրի միջանցքը եւ այն քաղաքականությունը, որը վարում է Ադրբեջանի տարածաշրջանում, եւ հայտարարությունները եւ շեշտադրումները Փեզեշքյանի մոտ հստակ երևում են։ Իրանի նախագահը մի շարք հայտարարություններ արեց Ադրբեջան մեկնելուց անմիջապես առաջ, հարցազրույց տալով տեղական լրատվամիջոցի։ Փորձագետների խոսքով այս անգամ հայտարարությունները այլ տողատակեր ունեին։ Յուրաքանչյուր կողմ պետք է բավարարվի իր ունեցածով եւ չհավակնի մյուսի տարածքին։ Հակամարտությունն առաջանում է, երբ կողմերից մեկը ցանկանում է զավթել մյուսի հողերը։ Մենք հարգում ենք երկրների տարածքային ամբողջականությունը։ Հույս ունենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խնդիրները կլուծվեն, որպես հիմք ընդունելով միջազգային իրավունքը։ Ինձ շատ զարմացրեց, երբ որ Իրանը նախկինում խոսում էր տարածքային ամբողջականության մասին, սահմանների անձեռնմխելիության, հարավային Կովկասի կոնտեքստով էր ասում։ Հիմա Իրանը ասեց Իրան-Ադրբեջան կոնտեքստով։ Ուրեմն ինչ-որ նկարտումներ միգուցե Ադրբեջանը ունի Իրանի հետ կապված, դա էլ պետք է ուսումնասիրենք։ Փեզեշքյանի խոսքի տողատակում վերլուծաբանները նախազգուշացում են տեսնում ուղղված Ադրբեջանին, որ էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված Իրանի հյուսիսային շրջաններում Բաքուն խաղեր չտա։ Դա եւ վերաբերում է Իրանի անջատողական քաղաքականությանը, որը վարում են Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից հովանավորվող որոշ ուժեր, եւ նաեւ Սյունիքի խնդրին, որտեղ Իրանի համարտակենսական նշանակություն ունեցող է։ Իրանի նախագահը խոսել էր նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, ընդգծել Իրանը Ադրբեջանին իր տարածքով դեպի Նախիջևան ճանապարհ է տրամադրում, այդ հարցում արդեն աշխատանքներ են տարվում։ Իրանի նախագահն շատ մանրամասն խոսեց հյուսիսարավ ծրագրերի Ադրբեջանի հետ, Հնդկաստան, Իրան, Ադրբեջան, Ռուսաստան եւ արևմուտք-արևելք, Նախիջևան, Իրան, Ադրբեջան եւ դեպի Կենտրոնական Ասիա, Իրան, Կենտրոնական Ասիա։ Ինքը ասեց, մենք անում ենք ձեզ այդ ծրագրեր, կոմունիկացիան կապում ենք Նախիջևան Ադրբեջանի հետ։ Դա նաեւ յոկուտ մեզ է։ Կոպիտ ասած, չեք ճնշում Հայաստանը։ Հայաստանը եթե համաձայն չի, օրինակ կորիդոր տալ, միջանցք տալ, շատ նորմալ է։ Հիմա մեզ հետ աշխատեք։ Ու պետք չի դա բացասական դիտել, դա խոսում են նրա մասին, որ եթե Ադրբեջանը էլի ճնշում գործադրի, շարունակի մեր դեմ ուղված, որ տիրի մեր հարավը, մենք կարող ենք օգտագործել այդ փաստը։ Բաքուն երբեք չէր հրաժարվում, կարծես թե Զանգեզուրի միջանցքից մշտապես կա դրա վերաբերյալ հայտարարություններ։ Սա ընդամենը ճանապարհ է, որը կար նախկինում, եւ իրանական կողմը դա տրամադրելով իր համար նաեւ աշխարհակաղական խնդիր է փորձում լուծել, իդեմս Զանգեզուրի միջանցքի չեղարկմանը։ Տարածաշրջանային 3 գումարած 3 ձևաչափը նույնպես Իրան-Ադրբեջան բանակցությունների օրակարգում էր։ Այո, Իրանը ստանդարտ ասում է 3 գումարած 3-ով պետք է սահմանափակվենք, դրսից մարդկանց չընդունենք, բայց այդտեղ ձեզ պետք է ասեմ, որ Իրանը Հայաստանի հետ շփվելիս համագործակցելիս ամենաբարձր մակարդակով միշտ ասում է, որ Հայաստանի կառավարությունը երաշխիքներ մեզ տալիս է, որ եվրոպական դիտորդները չեն օգտագործվի Իրանի դեմ, որ համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ, նաև ռազմավարական չի ուղղվի Իրանի դեմ, իրանք մեզ ասում են մենք բավարար ենք։ Հատկապես Հայաստանում սուր ընկալվեց Իրանի նախագահի հայտարարությունը, թե Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Փորձագետները նշում են, Իրանի նման դիրքորոշումը նոր չէ։ Եթե մենք ընդունում ենք կամ հայտարարում ենք, որ Արցախը եղել է
Ադրբեջանի կազմի իրանական կողմից, ապա դա նաև միտված է, որ Սյունիքում կամ Զանգեզուրի միջանցք կոչված կամ ցանկացած այլ միջանցքային տրամաբանության ծրագրերում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պիտի չխախտվի։ Նաև պիտի չխախտվի սահմանի գործունեությունը իրանական։ Ադրբեջանը եւ Իրանը տարբեր ոլորտներ ընդգրկող փոխհմբռնման 7 հուշագիր ստորագրեցին, որին մասնագետները մեծ կարևորություն չեն տալիս։ Փոխարենը Իրանի նախագահի Ադրբեջան այցի եւս մեկ առանցքային նպատակ են մատնանշում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն առաջիկայում կայցելի Բաքու։ Կարծում եմ փորձել են Ադրբեջանի նորից որոշակի պայմանագրեր առաջարկելով եւ նաեւ քաղաքական դիվիդենդներ պահի իր ճամբարում։ Եվ կարծես թե Ալիևն էլ այդքան էլ ընտրանք չունի, որովհետեւ եւ Իսրայելի օգնություններ մեծ Արցախյան պատերազմին եւ ընդհանրապես ներգրավվածությունը Իսրայելի ադրբեջանական պետության նաեւ տնտեսական եւ քաղաքական ոլորտում բավականին մեծ է։ Բաքու գալիս է նաեւ Էրդողանը։ Դա նշանակում է, որ ինչ որ խմորումներ տարածաշրջանի հետ գնում են, դա կապված է Իսրայել Միացյալ Նահանգներ հնարավոր պատերազմի Իրանի դեմ հնարավոր։ Իրանի գլխավոր մարտահրավերը շարունակում է մնալ Իսրայելի կողմից հարձակման ենթարկվելու սպառնալիքը։ Փորձագետները նշում են, Թեհրանը մտահոգություն ունի, որ Նեթանյահուն ձգտում է տապալել Իրան-ամերիկյան բանակցությունները, որպեսզի Իրանին հարվածելու առիթ ստեղծվի։ Պլացդարմ կարող է դառնալ Ադրբեջանը։ Մասուդ Փեզեշքյանի այցը Բաքու վերլուծաբանների խոսքով հետախուզական նախազգուշացնող էր։ Վոլոդիա Մուշեղյան, Արամ Հարությունյան եւ Գևորգ Նահապետյան, Կիրակնորյա լուրեր։